Ողջույն սիրելի հայրենակիցներ, երեկվանից ամբողջ երկիրը քննարկվում է ինչ-որ հեղափշրջման պլան, որը որ թրոլինգի ենթարկվեց, ձեռ առանք, մեջը սխալներ գտանք, որ եթե գրողը ընդդիմությունն է, ոնց է գրել օլիգարխներ կամ ապա տեղեկատվություն տարածել, ինչ ասես գտանք երեք դրա մեջ, բայց այսօր առավոտվանից սկսվեցին խուզարկություններ, մեզ ցույց են տալիս զենքեր, մեզ ներկայացնում են ձայնագրություններ, Բագրատ Սրբազանի ձայնն է իբր, ինչ-որ մարդիկ են խոսում, ինչ-որ մարդիկ գյուլելու մասին է, պատի տակ, չգիտեմ որտեղ, հետո կոմպենսացիա տալու, հետո չգիտեմ ինչերի մասին, նմանատիպ նյութեր են տարածվում, սիրելի հայրենակիցներ, եւ մեծ մի տեսարան է բացվել։ Եվ բոլորը հիմա դրա վերաբերյալ գրառումներ են անում եւ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում։ Անզեն աչքով դիտարկելով երեկվա հրապարակված, վարչապետի կողմից հրապարակված պլանը եւ այսօրվա պլանը տարբերվում են։ Այսօրվա հրապարակված, որը քննչական կոմիտեն է արդեն հրապարակել, պլանը 24 թվականի ամառվա մինչև սեպտեմբեր ամսվա մասին է, այսինքն պետք է այդ հեղաշրջումը այսպես կոչված այդ ժամանակ արվեր։ Հետեւաբար ես բնականաբար հիմնավոր կասկած ունեմ, որ այս պլանը, այս ամբողջ տեղեկատվությունը, այս ձայնագրությունները, եթե դրանք իրական են, որտեղ դրանք կարող իրական չեն։ Եթե այս ամեն ինչ ինչ-որ իրական է կա, սա հին բան է, սա մանրամասն եղել է իշխանության ձեռքերում, որ հարմար պահի այն օգտագործեն։ Որն է հարմար պահը։ Հարմար պահն այն պահն է, որ երբ որ իշխանության գործերը վատ է, իշխանությունը անում է մի բան, որը շատ վատ արձագանք է ունենում, հա, այդ ժամանակ ինչ պետք է անել, պետք է հարամել, դաշտը խառնել, գեբելսյան քարոզչանակյանները միացնել, որ ոչ ոք չհասկանա ինչ է կատարում եւ ամեն ինչ թացը չորի հետ այրել գնա։ Վատ բանը որն է վերջի արած իշխանության, դա Սամվել Կարապետյանին ապօրինի անհիմն տոտալ կալանավորումն է, որ որևէ հիմք չկա, ապօրինի կոնկրետ քաղաքական հետապնդում անմիջական վարչապետի ցուցումով եւ նրանք հարցումները ունեն, կան հարցումներ, ըստ որի ժողովրդի մեծամասնությունը դոմինանտ քննադատում է, վատ է վերաբերվում այդ ամենին, այն ինչ որ արել է Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ։ Ինչ անել, որ այս իրավիճակից դուրս գալ, օգտագործել են տեղեկատվությունը, որը 1 տարի առաջ իրենք այլևս ունեին եւ հարմար պահի ուզում էին հրապարակել։ Ահա հարմար պահը, այսինքն այս բոլոր մարդիկ հսկվել են, այս բոլոր մարդկանց պահել են, այս մարդկանց մուտքերը փակ են եղել, երկրից չէին կարող դուրս գալ, բոլորը հսկողության տակ են եղել հարմար պահի դմփասնելու համար, ասես գմփունը հանելու որ վայ, վույ, հեղաշրջում բան։